Ոսկեգույն քարտ ունեցող մասնակիցը կարող է իր ընտրած որևէ նվեր վերցնել իրեն։ Ես ունեմ արդեն կայացրած որոշում։ Չանես։ Խնդրում եմ, չանես։ Բայց ինչի պետք է չանի։ Մի րոպե, էլի։ Ինքը ունի որոշում։ Ինքը լրիվ անկախ ազատ մարդ է իր որոշման համար։ Զուտ մարդկային դրսևորումներից ելնելով։ Խարասա։ Իրականում ինքը մեր նախագծում եղած ցանկացած նվեր կարող է վերցնել, նույնիսկ կարող է վերցնել Ռապոյի եւ Լենայի ուղևորությունը։ Դու ճանապարհորդում ես շուտ-շուտ։ Արմինե։ Ես լսել եմ, որ Ռաֆը նոր է վերադարձել Ամերիկայից։ Ռաֆը ունի 2 նվեր, 207,000 ցելայի արդյունքում գնաց եւ վերցրեց եւ ունի Շրի Լանկա։ Ես կոտրեմ 2 սիրտ, բայց երջանկություն կտամ իմ տղային ու ինձ։ Ես կթռնեմ Շրի Լանկա իմ տղայիս հետ։ Սա որոշումն է, ոսկեգույն քարտը տալիս ես Ռաֆին, վերցնում ես նվերը։ Ասեցի հետը տարասիր չէ, դե կեր։ Զուտ տղայիդ խաթր։ Մենք շնորհավորում ենք քեզ եւ քո տղային, որովհետեւ Royal Armenia ընկերության շնորհիվ դու եւ քո որդին 100%, սա էլ անբեկանելի է, մեկնում եք Շրի Լանկա հանգստին։ Հիմա Մարիամ ջան, ինչի՞ց ես դժգոհ, մարդը իր աղջիկի տղու հետ գնալու ծով։ Ինչի՞ց ես դժգոհ։ Կյանք համել ինքը չի նեղանա, իմ տղան երեք ասում էր մամ ես ծով եմ ուզում, հիմա երեխոս երազանքը հանգստանալու գնալու տաներ։ Դե տենում ես տենց։ Մարիամ դու իմ դեմ ես։ Ինչևէ, սիրելիներս մինչ կրկիր այսպես թեժեն, ես հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք գարաժ մոլում։ Սիրելի ծնողներ, տատիկներ, պապիկներ, եթե ուզում եք ձեր երեխաները, թորնիկները լավ ուրախանալ, նրանց բերեք գարաժ մոլ։ Այստեղ կան մեծ խաղարապարակ, բատուտ քարտինգ, մեծ ֆուտբոլի դաշտ եւ իհարկե խաղեր։ Մարիամ ջան, մինչև երեխաները կզբաղվեն, ծնողներն կարող են սուրճ խմել եւ ժամանակ անցկացնել։ Եվ քանի որ խոսում ենք ժամանակի մասին, սեկու։ Կանաչ։ Սեկուն միայն կանաչ է։ Նորոն։ Ահա։ Սա ռևերսի քարտն է։ Այո։ Ես մոռացա քեզ գուշացնեմ, որ կա եւս մեկ քարտ։ Ինձ էլ այդ արկինիզը կասես։ Էսի չէ։ Ուրեմն ռևերսի քարտի մեջ կա մի հատ կանաչ, մի հատ կարմիր։ Եթե դու մտածում ես թե ոսկեգույն քարտն է, դաժան քարտ։ Ես բերել եմ ավելի դաժան քարտ։ Նորոն ունի հնարավորություն այս 6 մասնակիցներից որևէ մեկին ետ բերի նախագիծ, բայց Մարիամ ջան, իր տեղը զոհի մեկ ուրիշ մասնակցի։ Ռևերսի քարտի ամբողջ իրավունքը պատկանում է Նորոյին։ Այսինքն անցածներից ինչ-որ մեկին պետքա զոհ, հա։ Անցածներից ինչ-որ մեկին, որտեղ չես կարող չանցածին զոհես նոր ջան։ Իսկ արա չօգտվի։ Չէ, չի կարող։ Այդ չեմ եկարա։ Ոչ, թողեմ պրոստը։ չես կարող։ Կարաս քեզ զոհես։ Բայց շատ լավ առաջարկա։ Չէ, իհարկե։ Կարաս քեզ զոհես։ Չէ, դե լավ, դե չեմ կարող մեկին հանեմ, հետ տանեմ։ Ռևերսի քարտի ուժը դա նրանում է, որ դու փոխում ես մի մասնակցին, մյուս մասնակցով։ Ինչ-որ մեկի աչքի գրողն եմ դառնում, այն մյուսի աչքի լույսը։ Այո։ Դե լավ, դա չա ժողովուրդ, տուփ եք տալիս։ Հիմա այսքան մարդ, ում որ փրկելու են parza կժպտակ ուրախանա։ Կարող է չժպտա չուրախանա, չգիտեմ, ինքը ուզում է դուրս գա։ Ուրախացել էր որ դուրս եկա։ Հերթականություն կարամ ասեմ, ում եմ ուզում փրկեմ առաջին ուրախացնեմ։ Ոնց անի Մարիամ։ Հա, առաջինը լավ ասա։ Okay, առաջին ասա լավը։ Ինտրիգ պայեմ, չէ։ Չէ, լեմնուս ինտրիգ պայ։ Okay։ Այս ուղղակի փրկում ենք Սեյնթովին։ Սեյնթով դու նախագծում ես։ Պատկերացնում եք հարյուրավոր պատանիներ հիմա ոնց են սիրում Նորոյին։ Հարյուրավոր։ Ահա։ Ում ենք հանում։ Այ գոհ։
Ով էր իմ Հովո մի Յոթ գրսություն մի արա գրսություն։ Մի գրսություն։ Ում ուզի։ Ինչպես սև քարտի ուժն է, այնպես էլ ռևերսի ուժն է։ Զուտ սև քարտը հանում է ու հանում է, ռևերսի քարտը հանում է ինչ-որ մեկի փոխարինելով։ Նորոն արդեն փրկեց Սենթովին, մինչ նա իր վճռական որոշումը կկայացնի, թե ով կլքի նախագիծը, ես ուզում եմ բոլորս բարձր ծափարություններով ողջունենք այն մասնակիցներին, ովքեր լքում են նախագիծը։ Դա DJ-ը Մելսիդան, Անահիտը, Վենյան եւ Մաշը։ Սիրելիներս, ֆանտաստիկ կերպարներ, որոնք ցավոք սրտի, նայեք, սա մրցույթ է։ Ես յուրաքանչյուր մասնակցի համար ցավում եմ, երբ լքում են նախագիծը, բայց այդպես է, այսօր այս 5 հրաշք մարդիկ լքում են նախագիծը։ Շնորհակալություն ձեզ մասնակցության համար։ Սիրելիներս, ծափարությունների ներքո ճանապարհենք։ Նորոն կկայացնի իր որոշումը, բայց ես առաջարկ ունեմ։ Տիգոին խնդրեմ մի քիչ գա առաջ։ Բայց պետք է հասկանանք խի Ծիգոին, որտեղ Ծիգոն իմ շատ մոտ ընկերն է։ Այո, Նորերը եւ Ծիգոն ընկերներ են։ Այստեղ բոլոր մասնակիցների դեմ կարա գնա Նորոյի ռևերսի կարմիր գույնը։ Այդ կպարզենք մի քիչ հետո։ Եթե Նորոն որոշի հերասնի խաղից այն մասնակցին, որ անցյալ շաբաթ սպիտակ քարտով ստյոպը պատահականության սկզբունքով, հա, հետ բերեց խաղ, նույն ձև պատահականության սկզբունքով, այս հիշեցնեմ, որ նա ստյոպը նշեց, որ դուք ամենաթույլ խաղացողն եք Տիգրան։ Հուսում եմ դա եթերում չի լինելու այդ տեքստը ու Արդեն եղել է, արդեն անցյալ շաբաթ եղել է, ավելին ասեմ, ես խոստանում եմ խոշոր դրամական պարգև Նորարի, եթե խաղից հեռացնի Տիգոյին։ Ծիգո դուք կանեիր տենց։ չէ, իհարկե քո հանդեպ Չասի եթերային բարգն եմ ասեմ, էլ հետո հո ես սրիկա չեմ։ Ստարով լիքը Ցանկացած գումարի դիմաց չէիր անի։ Ինչքան ցանկացած։ Գումար ասա, ես կասեմ։ Ես գումարը չեմ ասում, գումարը խոշոր է։ Չէ, իհարկե, հարոս այդ արդեն շատ 200,000 դրամի համար։ Չէ, իհարկե։ Չէ։ Եթե ինձ է հարցնում, գողջա մի խանգար, ես բանակցում ենք։ 300,000 դրամ։ Չէ, 300,000 դրամի ընկերոջս չեմ ծախել։ 400-ով կծախես ընկերոջդ, հասկացա։ 4 միլիոն։ Հնարավոր է եթերից դա չի տրվել, այդ էմոցիաները, հարաբերությունները, բայց Տիկոն իմ ամենամոտ ընկերն է այս խաղի ու չէ, Տիկոին ոչ մի դեպքում չէի հանի, ոչ մի։ Կգնա Google, մյուս մոտիկ ընկեր։ Ամբողջ այս մասնակիցներից դու կարող ես ընտրել որևէ մասնակցի, որին դու կհեռացնես նախագծից։ Ում ուզում ես։ Մի հատ sense խնդիր կա։ Երկու օգու մեջ եմ տատանում։ Մարիամ, իմ ու քոչի։ Մի հատ, քանի որ չէի կարող կողմնորոշվեի, մի հատ լավ հուշում ստացա կրկին իմ մոտ ընկերոջից, Գուրգենից այս անգամ ասաց, մտածի ով կհաներ քեզ, կամ ով քեզ չէր փրկի օրինակ իրավիճակում, ու հասկացա ինչ պատճառներով նաև փաստացի Գևորը մկրտչան չէր փրկի ինձ։ Հիշում ես Գևոր։ Մենք վրեցել եք դες պատմություն մի հատ իրար հետ։ Իսկ քո որոշումն է։ Վենդետան Գևոր Մկրտչյանի դիմացա։ Օպա։ Մեր ընտանիքի դեմ նորոն սենց լավ տրամադրվեր, ինձ հանեց, հիմա Գևին, չգիտեմ։ Ինչ ես ուզում ես մարդկանց ընտանիք։ Շատ անսպասելի որոշում էր։ Իրականում հենց ասացիր, որ պետք է որոշում եմ հանում, բարձր արդեն որ այդ վատարարքի պատասխանատվությունն ընկնելու այն վրա։ Ամեն դեպքում։ Ում էլ ընտրեի, այս աուրան լիդելու էր, ոնց որ հիմա ասես նայում ես աղ աչքերով, ձեզ դուք կարայիք լինեք, ես էլ պատահականության սկզբունքով ինձ ընկել, իսկ Գևորը կարծում եմ կհասկանար ինձ, ու կընդուներ այս քայլը։ Ամեն դեպքում իմ համար յուրաքանչյուր որոշում էլ ընդունելի է։ Ցավոք սրտի մասնավորապես Քրիստիի համար եւ վստահ եմ նաեւ նախագծի սիրահարների համար եւ շատերիս համար Գևորգ Մկրտչյանը լքում է նախագիծը ու այո, շատերը կասեն, որ սա անարդար է, հնարավոր է, դաժան է, հնարավոր է, բայց մենք ունենք Վեստա ընկերության կողմից սփոփիչ նվեր դրա համար, որովհետև դու արժանի մասնակից ես։ Ամեն դեպքում Վեստա ընկերությունը չի կարող թողել, որ անարդարությամբ այս ամենը ավարտվի, դրա համար այս սփոփիչ նվերը Aerogrill-ը Վեստա ընկերության կողմից գալիս է քո ընտանիքին։
Կրիստի, տեղի ունեցավ պատմական պահ առաջին անգամ պատմության մեջ բաժանում եղավ ընտանիքում սիրելիներս։ Գևորգը Մկրտչյան լքում է նախագիծը, Կրիստին շարունակում է իր ելույթները նախագծում։ Կարող եք միմյանց հրաժեշտ տալ, մենք բոլորս հրաժեշտ ենք տալիս Գևորգ Մկրտչյանին, սիրելիներս։ Ամեն դեպքում հասկանում եմ, որոշումը նորոյններ, բայց դե ոնց որ նենց ստացվեց, ես մնացի Գևը դուրս եկավ։ Հուսով եմ լավ կօգտագործես այս դաժան քայլը, որտեղ մեծ զոհ կար։ Այո։ Սիրելիներս, մենք պետք է շարունակենք նախագիծը, դրա համար Գևորգին հրաժեշտ տանք։ Եվ իհարկե մի բան էլ ավելացնեմ, շատ շնորհակալ եմ նորոյից։ Այո, շատ էմոցիոնալ բան է, մի քիչ սրտով չի, չէ՞, մանեջ կատարվում։ Բայց ես գիտեմ, որ կարևորը քո սրտով է։ Կարևորը դու ես, լավ, երջանիկ ես բահի։ Ես վայելում եմ, բայց դեռ մենք ունենք մասնակից, որի քարտը չի բացել, գորը։ Այստեղ շատ հեշտ ավարտվեց։ Ամեն դեպքում ես մի բան կանեմ, որ այդքան էլ ես չեմ արել, բայց վստահ եմ Մարիամին շատ դուր կգա։ Ինչ։ Մարիամ, ես չեմ կարող թույլ տալ, որպես այս նախագծի պրոդյուսեր, որ դու տրամադրությունդ ընկած գնաս տուն։ Ինչ ես անելու։ Սիրելի ընկերներ, մենք ունենք եւս մեկ գժական անակնկալ։ Գժական։ Ուրեմն ընդհանրապես ես չեմ հիշում, որ Հայաստանում որևէ նախագծում սենց թանկարժեք նվերներ խաղարկվել։ Ես չեմ հիշում։ Ախպեր, ես չեմ հիշում։ Հիմա Ես եմ։ նորից, դու թանկարժեք նվեր ես, դու իմ կյանքում արդեն մեծ նվեր ես։ Նորից նվեր է արել Royal Armenia ընկերությունը։ Ում։ Նորից ֆենոմենալ նվեր։ Նորից գժական նվեր։ Վայ։ Ես ինչքան ժամանակ էր ես տեղեր։ Ինչա։ Royal Armenia ընկերությունը չի կարա թույլ տա, որ Ռաֆոն ու Լենան չգնան Սրի Լանկա։ Սիրելիներս, այսենց ֆանտաստիկ նվեր Royal Armenia ընկերության կողմից։ Ռաֆոն և Լենան գնում են Շրի Լանկա։ Իրանք գնա, հա։ Աշի լավա չվիրավորեցիք ես։ Սիրելիները Շրի Լանկայում հանգստանալու նայմին են իր տղան, Ռաֆոն և Լենան։ Այդ սաստավը։ Սա կոնն է։ Ասեք, որ հավես էր։ Բրավո ինձ։ Ես հրեշտակն եմ եղել ես։ Բրիլոք չէ, ամեն ինչը կտերի, եթե կոֆե կա ռոյալի եմ դեպ, ընդեք կոֆե կտերի։ Ով չգիտեմ, ապրիկ։ Սիրելիներս, այնց այսպես մեր խաղաղության, քվեարկության հատվածն ավարտվում է, մենք անցնում ենք խաղային հատված, մեր լոկացիան փոխվում է։ Մինչ մասնակիցները պատրաստվում են խաղին, ես հիշեցնեմ ID Bank-ի ID Coin-ների մասին։ ID Coin-ը թվային միավոր է, որը հավասար է 1 ՀՀ դրամին, որով կարող եք QR վճարումներ անել ավելի քան 25000 վճարակետերում Idram ID Bank հավելվածում։ Պարզ հաշվարկ է, ունեք 5000 ID Coin, ունեք 5000 դրամ։ Այս պահին մենք տեղափոխվել ենք լրիվ այլ լոկացիա, մենք գտնվում ենք Արենա 13 մարզադաշտում, Արամ։ Ասեմ, որ նորաբաց գժական մարզադաշտ է, վայելելու ենք ամբողջ տարածքը, սա իրականում պատրաստվել է, սարքվել է ֆուտբոլ խաղալու համար, բայց այսօր հյուրընկալվել է այստեղ Arm Games-ը։ Եվ մենք սիրելիներս սկսում ենք այս հաղորդման առաջին խաղը, որտեղ մասնակիցները Ինչ են անելու։ Մայրամ, դեռ ոչինչ չեն անում, զուտ կշռվել են, բաժանվել են տարբեր քաշային։ Ֆրծանք կշռվել են։ Որովհետև խաղը շատ կարևոր է, որ լինի մարզական առումով արդար։ Նրանք ըստ քաշային կատեգորիաների ձևավորել են եռյակներ։ Դու արդար ես գտնվել այս անգամ։ Ամբողջովին արդար է։ Զարմացած եմ։ Բայց կա նաև մեկ զույգ, որտեղ մեծ մոտ 26 մասնակից է։ Հիմա եկեք բացատրենք, թե ինչ է տեղ ունենալու Արենա 13 մարզադաշտում։ Խաղը կոչվում է Քաշքշուկ։ Այո։
Քաշքշուկ խաղի համար մասնակիցները կշռվել են եւ ըստ քաշի բաժանվել են երյակների եւ պետք է մրցեն իրար դեմ։ Նրանց նպատակն է մյուսներին քաշելով հասնել իրենց դիմաց արկղի մոտ դրված գնդակին եւ գցել գնդակը արկղի մեջ։ Երկրորդ շրջանում առաջին շրջանի պարտվածներն են մրցում, որտեղից էլ պարտվողը գնում է սպասման ռեժիմ, իսկ հաղթողներն անցնում են միանգամից հաջորդ փուլ։ Եվ այսպես առաջին երեքը արդեն պատրաստ է մեր ամենածանրաքաշերն են, տիտաններն են, ես կասեմ, Սենթովը, Ռոբը եւ Ռոբը, այո։ Եվ այստեղ են մնացած բոլոր մասնակիցները։ Այո, սիրելիներս, այս փուլից դուրս է գալիս 1 հոգի ամեն երեքից եւ զույգից։ Եվ այսպես 1, 2, գնաց։ Ուրեմն, Ռոբը ամենեցում մարզիկ է, Սենթովը ամենածանրաքաշն է, բայց նա ոնց է ռուսեն պատմացուցի է կոչվում։ Ստեփանը տանջում է, բայց ինձ դուր է գալիս ես, ինձ դուր է։ Արի Սենթովին։ Հովը։ Ստեփան ինչի հանեցիր։ Ամենամեծ սխալներ որ արեց։ Ես վստահաբար ասում սաններ, նախագծի ամենաբարդ մարզական խաղերից մեկն է, ամենաբարդ։ Ստեփանը, շատ։ Ահա, Ռոբերտը կարծես արդեն հաջորդ փուլը է։ Հովը։ Անաչար չեմ ես դեպքում։ Ովոն չի հանձնվել։ Իրանք չունեն ռազմավարություն, այ իրենք ամեն մեկ Ռազմավարությունը հիմա ինձ գաղտնի է։ Գնաց Ռոբը, Գնաց Ռոբը։ Այսրանց հետո ով կրվի կարա երեխա չունենա։ Իզդիվացերստվա, Մասնակիցները Հովոին եւ Ռոբին են։ ասում եմ թող տանի, հետո դու կքաշես ծոպին։ Սխալ չեն ասում։ Գնաց ծոպը, Ստեփանը։ Ճոպ, հետարի Հովոին օգնի, ճոպ։ Ակնի։ Ահա, Ռոբը արդեն Սենթովն ու Ստեփանը կմրցեն հաղթանակի համար։ Բայց Սենթովը վնասել է ոտքը։ Մենք շնորհավորում ենք, բայց վստահաբար ասա ինչքան դժվար է։ Ահա որ դժվար է ժողովուրդ, ահա որ։ Ամեն դեպքում դու կարող ես, սպորտի մեջ է, դա էլ է սպորտ։ Հասա որ ֆենոմենալ դժվար։ Դե ես բաց հետո ջիմն եմ պարապում, բայց ահա որ դժվար է։ Հովը ոտք տես վնաս, ջուր կուզես։ Անում ես կայնացա, մի պատ թող, մի մետր թեկուս հետ գնա պատրաստների, թող ընգնի ու քաշի։ Դու այլևս հաջորդ փուլում ես։ Շնորհավորում եմ։ Այսօր խաղերի ընթացքում դու լինելու ես դիտորդի կարգավիճակում։ Օй, շատ դաժանում ես հիմա պատրաստվում որ մենք էլ ենք։ Երդվում եմ նայելուց ավելի լարվեցի, քան որ իմ խաղը կլինի։ Ահա որ լարված եմ ու պատկերացնում մեզ ինչ է սպասվում, իսկ հիմա դա շատ ցավոտ է։ Այ գիտեք 2 միլիոն աշխարհի մեջ, հա։ Կնաս 3 արատը մի է։ Պիտի կանգնես քայլես։ Չգիտենք հələ ում հետ ենք ընկել, հուսանք կստացվի հաղթելը տենանք։ Ոչ են եկեն աղջիկներ, որ իմ հետ են լինելու։ Ցավում է իմ մարմինը իրենց մարմնի փոխարեն։ Խառնված է իմ միտքը իրենց մտքի փոխարեն։ Ես չգիտեմ, Արամը բերելա, որ ես այստեղ տանջվեմ։ Այս ոտս վնասվածք ունես։ Համ կարելի է տենց ասել, ահա որ ցավ տվեց, դրա համար մի պա ընկա էլի։ Ով տղես, ին տղեն Անդրին, քեզ անեմ, ձեր չունես, հանձնվել չկա։ Դաժան լինելու։ Գիշերը գալու թեժը լինելու։ Բայց ստոմա չի հանձնվի։ Տիտանները, մեր ամենածանրաքաշերը այս պայն կփորձեն հասկանալ տերենցից ով է գնում սպասման ռեժիմ։ Սենթովը թե Ստեփանը։ 1, 2, գնաց!
Սենթովն է, Քաշային տարբերություն կա, քաշային տարբերություն կա։ Ահարելի քաշային տարբերություն։ Մի անգամից։ Դժվար մրցակից է շատ։ Ովոն գեյմերը գնաց կյանքերը լցեց եկավ չիտ կոդ միտկոդ է արել։ Սենթով շնորհավորում ենք, դու արդեն հաջորդ փուլում ես։ Ստեփան, եթե չեմ սխալվում, Սյոբյան, դու ծառայած ես։ Հա։ Ասեմ, եմ ասում սփոյլ անեմ, հաջորդ փուլում բոլոր այն մասնակիցները, ովքեր ծառայել են կամ իսկ լավ ծառայության ժամանակ զենք գործածել ես։ Գործածել եմ։ Շատ լավ եմ գործածել։ Ահա, ասեմ, որ դու արդեն առավելությամբ գնում ես սպասմաներին։ Ինչ եք անելու հաջորդ փուլում։ Դեք իմանաք արդեն հաջորդ փուլում։ Հաջորդ երեքը նայ ովքեր են, նորից ծանր քաշայիններ են, Ռաֆը, Լևոնը եւ Ռիփսիմե Խուշուդյանը։ Չեմպիոնը Ռիփսիմե Խուշուդյանը։ Պատկերացրեք երյակը։ Իրականում մենք երկու տղա, մեկ աղջիկ։ Բայց ամեն դեպքում տղան մնում է, տղան այն է ծանրաքաշ տղան։ Ժողովուրդ դուք ում եք երկը պագելու։ Ազգը միացավ։ Հիմա դու մրցելու ես բավականին դժվար մի պայքարում, ճիշտ է, մեկ աղջիկ է, բայց չեմպիոն է, քեզ պետքա դոպինգ։ Այո։ Օրինական դոպինգ։ Այո, օրինական դոպինգ, Pinkberry, հա, պահպանների կողմից այս պահին ունենք դոպինգ, ես էլ դոպինգ կլինեմ իրականում, բայց քեզից հետո դոպինգը, այո, քեզ դոպինգը պետքա, որովհետև պետքա լավ պայքար ես, քեզ շատ էներգիա պետք, լիքը էներգիա պետք։ Գժված գնաց։ Սա ջարդները տալու է։ Պատրաստ մեկ, երկու, գնաց։ Ռափը որոշակի առավելություն կային, ռափը առավելություն ունի։ Բայց նա չի Սիմենել, հա։ Լևոնը սխալ ռազմավարություն է Լևոնը։ Լուրջ եմ ասում շակ աղվել եմ, անկեղծ եմ ասում։ Լովխի հանեցին կոշիկները։ Խնդրում է։ Եկոն վայլում է, եկոն վայլում է, վայլում է։ Ռապը արդեն հաջորդ փուլում է, Լևոնը եւ Ռիփսիմեն իրենց մեջ կփորձեն թե ով է գնում սպասման ռեժիմ։ Չեմպիոնս ո՞նց է։ Լավ եմ սեզ որ հսկանների հետ գցել եք ընտիրա։ Հա, բայց չես հանձնվում։ Հեսա Լևոնի ջարդը տալիս ես։ Ես ուսամ մեր Շիրակի մարզի պատիվը ինչպես նշվում բարձր է պահելու։ Իրականում հալալ է Ռիփսիմեին, որովհետև այս երկու թիկներ տղամարդկանց, որ այդքան էլ կարողացավ քաշի ու պահի, հալալ է։ Չէի ուզի կրեի, բայց ուժեղները ուժեղ են, բայց Ռիփսիմեից ուժեղ չեմ ես։ Շատ բարդ է, Ռաֆոն շատ լավ էր քաշում, ուժեղ էր, ինչ խոսք։ Չասի, գժված գնաց եկավ օգնել։ Շատ, ես մի 4 հատ էլ վերցնում եմ։ Իսկ մենք շարունակում ենք սիրելներս։ Այսա։ Շատ լավ։ Հիմա պայքարում են Ռիփսիմե Խուշուդյանն ու Լևոնը։ Շատ լարված է մեր չեմպիոնն ընդդեմ Լևոնի, բայց Լևոնը 10 կիլո ավել է Ռիփսիմեից։ Հա, դու այդքան հասկանում ես, շատ ուրախ եմ։ 1, 2, գնաց։ Լևոնը արդեն հանել է, արդեն բողիկ է։ Քիչ չէ, խաղը նախա, քիչ։ Լավ ապրեց։ Ամեն դեպքում 10 կիլո տարբերություն է։ Էսի խաղը
Շատ արդար ապրես։ Ամեն դեպքում 10 կիլոգրամ տարբերություն կար։ Չգիտեմ, բան չկա ասելու, որովհետև սխալ էր այս ամենը։ Ապրեք։ Կարևորը դրոշ իմ թիկունքին է։ Ես հաղթած եմ։ Իսկ մենք շարունակում ենք, գալիս է երրորդ եռյակը։ Մեկ, երկու, գնաց։ Ռաֆոն գլորվեց։ Նորոն հաղթում է։ Նորոն հաղթում է։ Սեկունդ չի հանձնվում։ Օպա։ Ուժեղ խմեցեն, ուժեղ։ Ռապա արդեն մեջքան սակացում։ Օպա, նորոն ստրատեգիան փոխեց, սեկուն արդեն հաջորդ փուլում է։ Ինչ արեց։ Փոխեց ռազմավարությունը, միացավ։ Դա հնարավոր է։ Իհարկե, սեկուն գցեց գնդակը, սեկուն ացավ հաջորդ փուլ, նորոն հիմա կմրցի Հայ Դալեկի հետ։ Սեկու։ Չեմ սիրում սենտան։ Սեկու։ Դժվար է, ես չեմ քնեմ։ Ահա, գիշերը չես քնում։ Գիշերը չեմ քնեմ։ But okay է։ Բայց ասեմ, որ դու միանգամից արդեն հաջորդ փուլում ես։ Այս հաղորդման բոլոր խաղերին դու լինելու ես դիտորդի դերում։ Դու արդեն հաջորդ փուլում ես։ Merci, let's go։ Այ տղա։ Խիչ էիր կարող գնայր։ Merci նայ։ Կկրես նոր։ Կկրես։ Ես հավատ չեր իմ հանդեպ, դա տեյան գնա։ Ճիշտ է։ Ժորժ ջան, հենց այս պահին Հայ Դալեկի սևը տվեց սեկուն։ Այս պահին մրցելու են Նորոն ու Ռաֆոն։ Անկեղծ ասած գաղափար չունեմ թե ով է։ Իրականում Նորոն ուժեղ է ֆիզիկապես, բայց Նորոն հայտարարակ շատ էներգիա ծախսեց, կարող ինձ թվում է շուտ է ստրատեգիան անել, մեկը մի հոգի է թռնում, ամեն դեպքում ինքը տենց որոշեց, վերջում փոխեց ստրատեգիան։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Բայց ամեն դեպքում ես մտածում եմ, որ Նորոն կհաղթի։ Կախված է այս պահին իրականում կախված է նաև վերջին ֆիզիկականները, չէ, ոտքերի դիրքը Ռաֆին է, այդպես ոտքերի, լավ վերջ։ Այո։ Ռաֆը կարա չմտածի 207,000 կրել, Շրի Լանկա կրել, հեսա է գնում եմ գժական խաղի է մասնակցելու։ Մի հատ անկեղծ բան ասեմ, ես լուրջ չեմ կարողանում կողմնորոշվել ու կարողանալ կենտրոնանալ, որովհետև բոլորը ինձ մտերիմ եւ ծանոթ ընկերներ են, հարազատներ են, ու ես դրանից նյարդայնանում եմ, իմ ներվերը խախտում եմ։ Խի կրվեցիր։ Իսկ Նորոն եւ Սեկուն արդեն հաջորդ փուլում են։ Տղաներ, ես առաջարկում եմ որպես հաղթած մասնակիցներ սնվեք ու լավ էներգիայով լցվեք, բայց խնդրում եմ մինչ այդ ինձ պատմեք մի հատ ինչ եք զգում այդ բանը, Սեկու դու ասա, ինձ շատ հետաքրքիր է։ Սկզբից դե մենք որոշել ենք, ասում եմ, սկզբից մենք որոշել ենք։ Դե շարունակենք։ Ասում շարունակեմ։ Սկզբից մենք որոշել ենք, որ տակտիկա ունենայինք, որովհետև պետք է հասկանալ մեզնից ով ավելի շատ դիմադրականություն կունենա, դիմադրականությունը գիտես, հաստատ։ Սեկուն ասեց, չեմ հասկանում դիմադրականությունը ինչ է, ասի լավ, դու ուրեմն առաջինը կգնաս, ես երկրորդ փուլում Հայ Դալեկի հետ կգտնեմ։ Հասկացա, դե կերեք մի քիչ էներգիա։ Դու գնաս նոր։ Հա, գնանք ու որ հանգիստ ուտենք էլի ֆուրշետից։ Ես քեզ։ Մինչ Մայրամը կմիանային ներկայացնեմ հաջորդ եռյակը Ծոպը, Գորը եւ Ծիգոն։ Եկար։ Պատրաստ։ 1 2 գնաց։ Ծոպը հենց այս բան առաջատարած Ծոպը։ Գորը եկելա, Ծոպը լավ ուժեղ է։ Ծոպը շատ ուժեղ է։ Ծոպ քաշի։ Վայելում է։ Օպա, Ծոպը։ Ահա, նրան։ Ձեր կիբրնա։ Դավաճան։ Ծիգոն Ծոպի օգնությամբ ռազմավարությունը այդպես ընտրվեց։
Այո, ես մտածում եմ, որ գորը բնավորություն չի ունենալու։ Ստոպը բավականին ֆիզիկապես ունենա գոր քեզ համար շատ դժվար պայքարած 10 ստոպի հետ։ Նենց որ պատրաստվի։ Մինչև ստոպն ու գորը կմրցնի միանց դեմ, մենք հանգնու դու վայելի Դավինչի սուշին։ Դու էներգիա ստանում ես պարտվողների։ Ես շատ եմ սիրում իրականում սուշի, բայց ես ուզում մեկնաբան եմ խաղել, դու ուտես, ես վայելեմ քեզ։ Էսթետիկ Մարիամը ուտում է Դավինչի սուշի։ Պատրաստ։ Շատ եմ սիրում։ 1 2 Ստոպ։ Բուրը տորո։ Մենք սխալվեցինք, հեսա մաքուր աղտանակ։ Կեր, Մարիամ ջան, Դավինչի սուշի, միշտ թարմ ու արագ։ Դու կեր։ Ափսոս, ասին մի կուտիկոյի, լավ Այնքան լուրջ է վերաբերում, խաղա։ Սա մաքուր աղտանակ է։ Չէ, սա իրականում մաքուր աղտանակ էր։ Ասեմ, որ 3-ի մեջ դու ուժեղ էր, 2-ի։ Չէ, արդեն ուժասպար եղավ։ Այդպես շատ էներգիա ծախսեցին, հասկացա։ Ամերիկում դու դեռ սպասման ռեժիմում ես, գժական խաղ ես մասնակցել, ստոպ։ Գորջան, ապրես, շնորհավորում եմ, դու արդեն մի անգամից հաջորդ փուլում ես այսօրվա յուրաքանչյուր խաղին դու լինելու ես դիտորդի դերում։ Շնորհակալ եմ Անչա։ Խուն բաներ ունի, բոտերը, որից։ Չէ, սիրում ենք գորին։ Իսկ մենք անցնում ենք սիրելիներս միակ զույգին, որը Գուգոն եւ Ավետը միասին։ Սա միակ զույգն է մեր։ Այս պահին իրար դեմ մրցում են Գուրգենը եւ Ավետը։ Գուրգենը եւ Ավետը ասեմ ուժերը շատ Հավասար են, այո։ Նույնն է, Գուրգենը ավելի մարզական է, Ավետից չկասկած է։ Պատրաստ 1 2 գնաց։ Այ դուրի հավասար։ Այ տես ոնց է հավասար։ Գուգոն է մայք մի քիչ Գուգոն։ Չէ, Գուգոն։ Շատ չքաշ ես։ Գուգոնը տան մի կանտենն է։ Որդի տայում է, Գուրգեն։ Որդի տայում է։ Գուրգենը հաջորդ փուլում է։ Ամեն դեպքում հայրը Ավետ ինստում է զիջեց։ Ավետ ասա որ թթենու օրենքն էր գործում, ամեն դեպքում նրանը որդի է, նրանը չի կարող որդիներ։ Բայց զիջելը մի կողմ Գուգոն հաստատ ֆիզիկապես ավելի պատրաստված է, քան ես։ Ինչին ես լրիվ նորմալ եմ նայում։ Լրիվ նորմալ։ Ժամանակին գնայի տրենաժոր, ինչի՞ չէ։ Ավետը այս պայն սպասման ռեժիմում է, Գուրգենը հաջորդ փուլում։ Արմինան Լիլիթը եւ Դիանան։ Ուշադրություն։ 1 Ոյ, ընդհանրապես գաղափար չ։ 2 3 Լիլիթը հիմա շատ ուժերը գնաց, նայ։ Դե Լիլիթը իրականում շատ կենտրոնացած է։ Դիանան քաշ է գալիս։ Լիլիթը արդեն հաջորդ փուլում է։ Ուժեղա։ Լիլիթը շատ մարզական է, Լիլիթը պրոֆեսիոնալ սուսերամարտիկ է։ Պրոֆեսիոնալ ֆիթնեսի մարզիչ է։ Երկրորդ անգամ եմ շաքալ։ Քանի որ աղջիկները շատ չեն հոգնել, մի անգամից կսկսենք։ Դինուր ոնց է, բալի։ Ոտերը ստամ վառեց։ Ոչինչ։ Ինչ է Դայլա։ Ես ոտերս վառեց քաշելուց։ Բոբիկը всё-таки сказала։ Ես թվում է չէ, դուք աղջիկներից առաջինն եք, իրանք շատ գերլարված նայում են, որտեվ ես էլ այս սենց եմ եղել։ 1 2 գնաց։ Դիանին քաշում է։ Եվ Արմինեն անցավ հաջորդ փուլ, Դիանը սպասման ռեժիմում է։ Ինչ եք ուզում իմ կյանքից դուք։ Դի լավ չես։ Դիանը դեսպասիան։ Հələ մատ հերրու։ Արի հələ։ Ճանապարհ բժիշկը մոտեցավ։ Շարժում ես մատերը։ Սա նեցա որ նորմալ է, որովհետեւ սպորտ է։ Վնասվածքներն անխուսափելի են, մեզ մոտ կա բժիշկ։ Բուժքույր, որ առաջին օգնություն ցույց կտա։ Okay, всё нормально։ Եղեք, տարածքը բաց եք, էլի։ Մի հատ էս բաց եք, էլի երեխեք։ Եվ նաև շատ լավ է, որ մեզ հետ է ջուր է։ Բոլոր ջրի կարիք են ունենում։ Ահա
տղե իրան, ոչ մի բան չի արել, Ես տեսնեմ, որ ցանկել ոչ մի բան չկա, ապրիմով չկա։ Ախպերս նայ 8 կիլո է, կան կլորաստեք 10։ Ելեն, ես վստահ եմ, որ դու անցնում ես հաջորդ Մեր խումբը մի քիչ վնասվածքներով են բոլորը։ Կապ չունի։ Մա ու իսկ կա։ Լարվածությունից կոկոտ խեղտելա շունչ կտրվեն այն։ Էս իմ սիրելի տեսան է։ Դեք խաղաղա, ռոմանտիկա, երջանիկ են, դավեր չեն նյութում իրար։ Մինչ մեր Կրիստինան ուշքի է գալիս, ամուսինը նրա կողքին է, բոլորս էլ հասկանում ենք, որ մեր խաղերը շատ խիստ են եւ կանոնները շատ դաժան, բայց Վեստայում on-line գնումների կանոնները շատ պարզ են եւ հարմար։ Նենց որ Ռիփ ջան, մի քանի կլիկով կարող եք ստանալ ձեր ուզած ապրանքը։ Ասեք։ Այս պահին մրցում են Կարինան, Մինյոնը եւ Աղունիկը։ Շատ լարված եմ, անտանելի լարված եմ, որովհետև երկուսին է շատ եմ սիրում։ Մինյան։ Անկեղծ չեմ կարա ոչ մի ինչ-որ շատ հավասար մտածեմ հասկանամ։ Ընդամենը վերջերս եմ մամա դարձել։ Եթե նա նոր մայրացած չլիներ, ես վստահաբար կասեի Կարինան կհաղթեր։ 1 2 գնաց։ Ոյ։ Stop, աղունիկը դուրս եկա, stop։ Բացատրեմ ինչ տեղի ունեցավ, խաղը դեռ չսկսած խաղը ավարտվեց։ Արամ, լավ, ոչինչ։ Խաղը դեռ չսկսված խաղը ավարտվեց, որտեղ աղունիկը ես զգուշացրել էի, խաղի կանոնների մեջ շատ կարևոր կետ կար, որ չէր կարելի բռնել, հերիք չի բռնեց, մի հատ էլ երկու ձեռքով մի քանի անգամ քաշեց։ Չէ, էլի, ես կխաղամ իր այդ, Կարան գնաց է հասելա։ Կարան թո դուզ գա, ես աղունիկի հետ կխաղամ։ Բացատրեմ, այնտեղ Մինյոնն ասում է, որ այդ խաղթումն արել է, ես դեմ չեմ։ Կարինան անցավ հաջորդ փուլ, Մինյոնն ուզում է մրցի, ես դեմ չեմ։ Մինյոնն ու աղունիկը թող մրցեն միմյանց դեմ։ Կարինա Արուստամյանը անցավ հաջորդ փուլ, մենք մայրիկին ծափար ենք, սիրելիներս։ Մենք շարունակում ենք գտնվել Արենա 13-ում, իմ գործընկերուհի Մարիամ Ալեքսանյանի հետ պատրաստ, Մինյոնն ընդդեմ Աղունիկի, 1, 2, 3, գնաց, և Մինյոնը շպրտեց Աղունիկին գետնով տվեց ճիշտն ասած, Մինյոնը անցավ հաջորդ փուլ, ես հասկացա Մինյոնը ինչ էր ուզում մրցել Աղունիկի դեմ, նա ուղղակի ուզում է գետնին տապալել, Աղունիկը սպասման ռեժիմում է, իսկ մենք շարունակում ենք, Մարիամ, արի ինձ հետ, նոր էներգիայի աղբյուր Մարիամ Ալեքսանյանի հետ եմ ես վարում, այս պահին մենք գնում ենք հաջորդ փուլ, Մարիամ ջան նորմալ ձայներ հանի, գնացինք։ Սա երազանքի եռյակն է, Ելենան, Կրիստինան եւ Ռուզիկը, ասեմ, որ Ռուզիկը անցյալ հաղորդումից որ ոտքը վնասված եկել է, Գալինա Ստոպը հայերեն ասված, չգիտեմ Գալինա Ստոպը հայերեն, սա ծռել է ինչպես ֆուտբոլիստների մոտ, նա կարելի ասեմ մի ոտանի է։ Ուշադրություն, 1, 2, գնաց։ Օպա, Ելենան, ես վահելում եմ Ելենան, Վայ, Ռուզիկ։ Նայ, նշուտին նայ, նայ խելացին նայ, Ելենա դու ինչ ուզում ես կարա։ Ոյ, Լենա։ Ելեն մի օգնի։ Բոլոր եկան և Ռուզիկը հաջորդ փուլում է։ Հիմա դու Կրիստինան միմյանց դեմ եք մրցելու, ընդեղ տուժբող կա։ Ոնց կարաս Կրիստինային կրեց։ Լավ եմ նա փիչում կզիջեմ, հա։ Գնաց։ Ելեն ջան, ինչ ուզում ես արա։ Ելեն, չհազնվես, Ելեն, միջև ես։ Ելեն,
ամենակարճը տևեց։ Կրիստին քեզ շնորհավորում եմ հաջորդ փուլում։ Եթե ցավացրել եմ կներես։ Ոչ, հոգեպես միայն Քրիստ։ Սիրելիներս, այս պահին եւս մեկ ֆանտաստիկ կերպար գնում է սպասման ռեժիմ, դա մեր Ելենան է, իսկ Կրիստին այս պահին արդեն հաջորդ փուլում է։ Մեր վերջին երեակն է Վարդը, Նանոն եւ Անին։ Ասեմ, որ Անին մարզիկ է ամեն դեպքում, Նանոն վերջերս ֆիզկուլտուրայի հետ կապ ունի, Վարդը գիտեմ, որ շատ բարի մարդ է, այնպես անգամ ռուզիկին զիջած։ Պատրաստ 1, 2 գնաց։ Հատես մարդը Անին ամեն դեպքում մարզիկի կարգավիճակն է, բայց Վարդ ո՞նց ճիշտ է խաղում։ Բայց Նանոն էլ է քաշում, նայ մեջտեղից այն կողմ չի գնում։ Նանոն ինձ թվում է երբեք չի զիջի։ Անի ոնց էր ոյ Վարդը։ Վարդն է։ Ոչ մեկը չի հանձնվում։ Շատ լավ է, այլականում մեկոլոտը, ավասելի հերցակը կարող է չեք զգում, բայց ֆանտաստիկ լարված է այս պահին։ Վարդը խեղդվում է, բայց չի հանձնվում։ Ես ասացի, որ Անին չի գնա հարմարության վրա։ Չեմ հավատում։ Նանո։ Այս աշուն է տալու։ Պապանձվել են, այսքան այս լարվածությունից ժողովուրդ ես կարող է չեն կարող էմոցիաները փոխանցեն, բայց մենք ինձ հիմա լարված ենք։ Անին տարան։ Սենց բան չկա, Անին հանձնվեց։ Նանի, չեմ կարա, ես Անին հետ տխնեմ։ Նանոն արդեն անցավ հաջորդ փուլ։ Սա շոկ է։ Մարիամ, Անին լավ չի։ Նանո, դու լեգենդ ես։ Ես տեսա, որ չհանձնվեցի։ Վարդ։ Բազեք պարկեմ Անի կողքը։ Անեմ ոնց էր դու ինձ անում քիթը թացոտեմ։ Լավ ասախ։ Իրականում սիրելի հեռուստադիտող նանո տեխնոլոգիաների շնորհիվ Նանոն հաղթանակ կորզեց բոլորից։ Մենք ուղղակի մենք հասկանանք ով է սպասման ռեժիմում լինելու, որ հասկանանք ու մենք հետո։ Սա Arm Games-ն է, սիրելիներս, սա է կոչում reality show։ Արդեն աչքերս փակած գնում եմ, ասում ինչ լինի։ Մի հատ ջուր խմի ու քայլի, մի նստի։ Մի հատ հետ բան արա։ 1, 2 գնաց։ Վարդին։ Շատ կարևոր էր մեկնարկը, որտեղ Անին մի անգամ իշխանալու քայլած կողմին առաջին է քաշելուց արդեն Վարդին երեխեք ամեն դեպքում երկուսիդ էլ հալալա, երկուսիդ էլ շատ լավ պայքարեցիք, այնտեղ հաղթեց Նանոն, այստեղ էլ հաղթեց Անին, Վարդյան դու վերջին մասնակիցն ես, Անին արդեն հաջորդ փուլում է, դու վերջին մասնակիցն ես, ով գնում է սպասման ռեժիմ։ Սիրելիներս, իսկ մեզ մոտ մեկնարկում է այս հրաշալի, այս ֆանտաստիկ հաղորդման երկրորդ փուլը, կամ երկրորդ խաղը, գնացինք։
Սպասման ռեժիմի խաղը պատրաստ է։ Հա, ժպիտիցը տեսնում եմ։ Ամեն մասնակցի դիմաց կանգնած է իր մանիկենը նկարով։ Վիճականություն ով եղել, այսինքն ստեղ ամեն ինչ եղել է արդար ձևով, նրանք վիճականություն քաշել են թվեր ու կանգնել են։ Իրենց դիմաց կանգնած է իրենց մանիկենը։ Սիրելիներս, խաղը կոչվում է paintball։ Պետք է գրակեն Բացի իրենցից յուրաքանչյուրին, որ մասնակիցը վաստակում է 3 միավոր, նրա գլուխը տրակում է։ Եվ նա լքում է Arm Games-ը։ Այ միջայլոց բոլոր զենքերը PlayStation-ին մեզ նվեր է արել, դա համար հատուկ շնորհակալություն PlayStation-ին այս խաղի իրականացման համար։ Կարծես թե ամեն ինչ պատրաստ է։ Դու պատրաստ ես։ Լսի, կան մասնակիցներ, որ իրոք չեմ ուզում նախագիծը։ Ինչ ճիշտնա Այ դες արդեն ես քեզ վարակել եմ, արա։ Բացի վարակելուց արդեն կապվել եմ իրենց հետ։ Արդեն սեն չալնելու։ Լսի, ես մտածում եմ, աղոնիկը դուրս է գալու։ Իսկ ինձ թվում է առաջինը Ստեփանին եմ վերացնելու։ Լավ է գոնե այս KFC-ի տաղավարը կա։ Մենք չնստեինք ուրիշներ գարու։ Մենք վայելում ենք, իրանք իրար սպանում են։ Այդպես գնանք տենենք ինչ են անում։ Մի րոպե էլ ուտեմ, մի րոպե, մի հատ կտամ։ Սպասի ես է, սպասի։ Մամա։ Ստե ոչ մեկ չնստի։ Նայեցի որ թող ինչ չնստի, մերնա։ Շատ լավ, սիրելի մասնակիցներ։ Այո։ Տրամադրված եք։ Ֆիզիկապես թե հոգեպես։ Մարտական։ Անկամ հաղորդավարուհի տրամադրված չի։ Լեն, ոնց ես, Լեն։ Զենքը փորձարկել ես, ծանր է։ Բավականին։ Կկարողանաս կրակել։ Տեսնենք, կարծում եմ այո։ Շատ լավ։ Յուրաքանչյուր մասնակից, որին դիպչում է գնդակը 3 անգամ, լքում է նախագիծը։ Պատրաստ ենք։ Այո։ Զենքերը վերցնում ենք։ Պատրաստ։ Կրակ։ 1, 2, 3 հարված Ստեփանը լքում է նախագիծը։ Ոստված։ Առաջին մասնակիցը լքեց ու ասեմ ավելին, միայն կրակել են Ստեփանին։ Ես կուզեմ ձեր բարձրացնել են մասնակիցները, ովքեր կրակել են Ստեփանին։ Այսինքն։ Ստեփան ջան, ասեմ ավելին, բոլոր մասնակիցները կրակել են քեզ։ Մենք գիտենք, որ դու խոհարար ես, պիտի ուշ ժամի գործ։ Ունես գնալ կոկորտի։ Ինչ ունեիք ես Ճիշտ ասած, մարդու։ խաղից առաջ ասում էի նայկո դիրքը լավն է, բայց կարան մարդիկ պլանավորեն ու բոլորը քեզ կրակեն։ Ես բացարձակ չեմ զարմանում, որովհետև նախ սպասում էի, որ Ռաֆոն ինձ կկրակի, բայց մտածում էի չի կպնի, որովհետև դիրքը այդքան էլ լավ չի։ Աղունիկը տրամաբանական է, որ ինձ պետք է կրակել, որովհետև իրան շատ հա կամ ավետին պետք է կրակել։ Նույն տրամաբանությամբ ես եմ կրակել։ Նույն տրամաբանությամբ ենթադրում եմ ավետը շատ, բայց շատ հնարավոր է պայմանավորվածությունների։ Ինչևէ, Արամ ջան, շատ շնորհակալ եմ այս ամեն ինչի համար, շատ ուրախ եմ, որ ոնց որ ես ամենասկզբում ասել էի, ես եկել էի էմոցիաների հետևից, ստացա այդ էմոցիաները, ձեզանից շատ շնորհակալ եմ։ Ես ուզում եմ, որ հեռուստա դիտողը նաև իմանա, շատ բան կադրի մեջ չի մտնում, շատ բան մեր ներքին խոհանոցն է, Ստեփանը ոչ միայն հրաշալի մարդ է, այլ նաև ջենտլմեն է, ջենտլմեն է ամեն առումով, փող զիջման, զիջումների, ես ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ, այս պայծ քսած դու լքում ես Arm Games-ը, բայց մեր համար պատվի էր, որ դու մասնակցում ես։ Զենքը կխնդրեմ դնես, ծափարություններով ճանապարհ ենք սերներս։ Բայց խի հենց ինձ։ Ստեփան քո դեմ կոալիցիոն աշխատանք եղավ, գրեթե բոլորը, ամեն դեպքում դու սնայպեր չես, դու շեֆ խոհարար ես ու շեֆ խոհարարին որպես փոփանք, դու լքում ես նախագիծը, Աթենք ընկերությունը կարծում հենց ամենացանկալին քեզ համար կլինի, Աթենքը ներկայանում է իր գերմանական երշիկով, այս հրաշալի սեթն էլ ինձ թվում է քեզ կտամ համեղ տրամադրություն այս երեկոյի համար։ Մերսի շատ։
Շնորհակալություն քեզ։ Վերմյա թողանանք, զավանանք։ Ռեզդո։ Ջենտլմենի։ Всё, բամբասենք մի քիչ։ Ում կկրակիր։ Ես ինձ վալդերուսանը չեմ ուզում կրակեմ, բայց ես կուզեի, որ ռիպսիմեն հաղթի։ Ես վստահ եմ, որ ռիպսիմեն չեն կրակելու, առհասարակ չեն կրակելու։ Ինձ թվում է, շատ կկրակեն։ Գնանք տնանքում տնենք, քանդում մեր դզենք։ Մարիամ, այս փուլից ընդամենը 3 հոգի է անցնում մյուս փուլ։ 3 հոգի, մնացած բոլորը լքում են նախագիծը։ Պատրաստ։ Կրակ։ Օպա, կպավ։ Ռիպսիմեն կպավ։ Կպավ Ռիպսիմեն։ Վարդը ունի 1 միավոր։ Դիանան ունի 1 միավոր։ Դիանան ունի 1 միավոր։ Գնում եմ հեսա տուն։ Դիանան եւ Վարդը ունեն մեկական միավոր։ Աստված, էսի մնում է, հիմա մնաց 2 հատ վրեն, ջոգար, ոչ թե մի փուլում։ Այսինքն դու կրակած մի հատ ունես։ Պատրաստ։ Կներեք, ժողովուրդ։ Շատ լավացը են, ես հիմա ձգում եմ, տանջում եմ նրանց, նրանց ձեռքերը հոգնում են։ Բրձեք։ Ինչ ես ուզում ես նախագիծներից։ Դիանը 3 դիանը լքում է նախագիծը։ Որը սար է։ Կարծես 2 հարվածել ավետն է ստացել, բայց այս պահին մենք ունենք մարդ, որը լքում է նախագիծը, դա Դիանա Մխիթարյանն է։ Ովքեր են կրակել Դիանային։ Դիանային ես։ Ավետը, Լենան ու Վարդը։ Իմը։ Ես իմ ուղեղում մենակ քեզ ուս ճոպին չեմ պատել։ Հա, նույնը։ Բան չէ, գնա։ Ավետին մնաց մի հատ, որ կրակեն դուզ գա։ Լուրջ ես ասում։ Դա մի հատ ես կրակեմ։ Շատ լուսավոր մարդ է Դիանան, որը ցավոք լքում է նախագիծը։ Դիանա։ Ջան։ Ինչպես ես։ Իդեալական։ Տրամադրությունդ, այսօր դու վնասված ես ցավում եւ վերջ։ Շնորհակալություն մասնակցելու համար քեզ։ Դիան, ես շատ եմ ափսոսում, որ դու լքում ես նախագիծը։ Հա։ Լավ, ոչինչ։ Տխրել ես։ Okay։ Ծափարենք Դիանա լքում է Arm Games-ը։ Բայց դեմքը կտակ ինձ էլի։ Չենք տխրում, կարևորը մասնակցությունն է։ Շարունակում ենք պատրաստ։ Կրակ։ Վարդն ու ավետը երկուսը երեքական են, երկուսն էլ լքում են նախագիծը։ Ջայլ ջիվան տղոնը չեք խփում։ Վարդը բացահայտումն է իմ, ես ուզում եմ ասել։ Վարդը ամենավերջին մասնակիցն է, որ միացել է նախագծին։ Վարդը ամբողջովին բացահայտում է։ Ես նմանատիպ դեպքերում անկեղծ չգիտեմ ինչ ասեմ։ Ձենն ասած կարևորը մասնակցությունն է։ Սերներս այս պահին ավետը եւ Վարդը լքում են Arm Games նախագիծը։ Ես կուզեմ բարձր ծափարենք երկու մասնակիցներին։ Ոնց որ ասացի, դու եղել բացահայտում ես նախագծում։ Ես քեզ չէի ճանաչում։ Ապրես։ Ով է դուք ապր։ Դալեկը եւ Ստեփան։ Տականքներ։ Վարդը ուզում է իմանա իրեն ով է խփել։ Ես խփել եմ։ Իսկ դու ովքեր քեզ մոտ էին կան։ Ամեն մարդիկ ում ես չեմ խփել։ Ինչ որ հուսան կանեց չի թափելու վրեկներ, բայց ամենտեղ։ Ես շատ շնորհակալ եմ, իրականում հետաքրքիր է, որովհետեւ սենց պահերին
ես անկեղծ եմ ասում, այս ինչ որ ասել եմ դա հումոր ա եղել միայն, բայց սենց պահերին ադրենալինի մեծ պաշար է ստանում, որը հետագայում պետք է խաղի համար շատ շնորհակալ եմ, ստում է հետաքրքիր։ Ես համաձայն եմ։ Շնորհակալություն ապրես քո տեսակի համար եւ խարիզմայիդ համար։ Ես вообще իրենց վրա էլ չեմ նայել, չեմ մտածել, որ իրենց խփեմ։ Հենց իրենց անունը չէի ուզում լսեի։ Իսկ մենք շարունակում ենք, մնացել են 5 մասնակից, որից ընդամենը մեկը ունի 1 հարված, դա Աղունիկն է։ Մնացած ոչ մեկ չեն գնդակահարվել։ Օրո։ Ողուն։ Ինձ եք անելու։ Կրակի քեզ էլի օգնի մեզ։ Բայց կարանք փուստանք ու դու կրակելով հանես։ Ամեն դեպքում կրիպսի մեի։ Վարդ, թեկուզ դու լքում ես մեր նախագիծը, գիտեմ հլը նեղված ես, նա արդյունքները հլը գնում է, բայց Pinkberry-ն փորձի ոչ միայն քո տրամադրությունը պայել, նաև սառեցնի քո տրամադրությունը, որտեղ այս պայն հենց մի անգամից Pinkberry գործարանից մենք ստացել ենք մի ամբողջ ծանրոց, որի մեջ կգտնես քո սիրած բոլոր պահպանները։ Սա քոնն է։ Քեզ գրկում եմ։ Այս էմոցիաների ու ամեն ինչի համար։ Ապրես չկես։ Հրաշք եւս մեկ մասնակից լքես նախագիծը։ Պատրաստ։ Շատ լարված պահ է։ Աղունիկին է Ռաֆոն ուզում խփի, ռիփսմենները Աղունիկին է, հա։ Նախեր դիքից ես գնա։ Կրակ։ Բոլորը կրակել են Աղունիկին ու բոլորը դիպուկ։ Հեռացի։ Գերեզգույն լքում է նախագիծը։ Վստահաբար երևաց, որ 4-ն էլ կրակում եք ու 4-ը էլ դիպուկ եք եղել։ Աղունիկը այս պահին նախավերջին մասնակիցն է, որ լքում է Arm Games-ը։ Այնքան սրտովս չի, չգիտեմ։ Շատ ոխազուր է այս ամեն ինչը։ Արա կարանք է ոբշե այսքանով չընկնենք իրար հետ։ Մի կարևոր կետ էլ, Հայդալեկն ունի մեկ ձայն, Աղունիկը դիպուկ է եղել կրակելով Հայդալեկին։ Աղունիկ ջան, ճիշտ է դու լքում ես, բայց քո տրամադրությունը հյութ ապրանքանիշը կբարձրացնի, կլինի մի հատ ինձ օգնես, կեսը դու բռնի, չէ, ամբողջ։ Արի երկուսով բռնենք, շատ ծանր է։ Ծանր է, չէ։ Շատ ծանր է։ Հյութ ապրանքանիշը սա քեզ է նվիրում ու հիշեցնում, որ պարտվելիս մի քայլ հետ ես գնում, որպեսզի գնաս 2 քայլ առաջ։ Շնորհակալ եմ շատ։ Չհանձնվես։ Ես այս հյութերը վերցնելու եմ, գնամ տուն, նստեմ, Arm Games-ը միացնեմ Արմենիայով ու հանգիստ խմեմ, իսկ այստեղ թող բոլորը իրար ուտեն։ Հիշեցնեմ, որ հյութը պրեմիում դասի բնական հյութ առանց արհեստական հավելումների։ Մի ձև տար, չգիտեմ։ Մերսի շատ։ Ոյ, ես ծանր է։ Բայ։ Ասում էի, չէ, ես իրանք պայմանավորվել եմ, բայց եթե պայմանավորված այսպես ճիշտ աշխատանք են կատարում, շատ լավ է, բայց ուզում եմ հիմա հասկանալ եռյակ դաշինքը Ռաֆոյի, Ստյոպի եւ Լենայի մասնակցությամբ ումա հանելու, որովհետեւ պայմանավորվում են, որ ամբողջ ազգը իրենց ատի կարող են դեմ գնա Ռիփսիմեն Խուշոդյանին, բայց ես չգիտես ինչի մտածում ես Ռիփսիմեն ու Ստյոպը կրակելու են Հայդալեկին, Հայդալեկը լքի նախագիծը։ Ես տենց եմ մտածում։ Պատրաստ։ Ռիփսիմեն կրակում է Ստյոպին։ Ես պետք է դիտեմ։ Ես վատ մարդ եմ։ Շատ վատ մարդ։ Լենա։ Ես չեմ։ Լենան ինձ է կրակել, թարիֆմանս դավաճանել է։ Հան։ Այս պայն Ստյոպին դիպել է 1 գնդակ, Ռիփսիմեին 1 գնդակ, Ռաֆոին 1 գնդակ։ Շատ լարված պահամար։ Հիմա հնարավոր է որևէ շատ կարևոր մասնակից լքի նախագիծը։ Պատրաստ։ Այստեղ Հայդալեկն ու Ստյոպը որոշում կայացրեցին կրակում։ Հա։ Դա պարզ էր։ Ռիփսիմեն փոխեց նվարությունը կրակում է Հայդալեկին։
եմ, պատերժ կանեմ, դուք ինձ հանեք, ապրեք։ Որոշ տոժանա, բայց Ես չգիտեմ խնդամ թե լամ, լրիվ այդ վիճակն է մոտս։ Ասենք, էսի մենք կրվեցինք, անկեղծ մենք ենք պարտվել, որպես մարդ։ Բայց դաժանը մեզ կան։ Ձեր երյակ դաշինքը շատ ճիշտ աշխատանքը կատարեց։ Ապրեք։ Չեմ կարանային։ Սա պարտություն է երեքիս, լրիվ անկեղծ։ Դեպքն է, որ ես չգիտեմ ինչ ասեմ։ Դրա համար ոչ մեկի չպետք է վստահեք ես։ Երեխա իրոք շատ ոտ եմ զգում։ Բայց չենք որոշել, անկեղծ ոչ մի բան որոշված չի եղել, լուրջ եմ ասում։ Լուրջ չեմ ավելավա ես դուս գայ կացածված կայից։ Ես չեմ հիշում երբևիցե մի դեպք, որ Ռիփսիմեն արտասվեր, ես տոց բան չեմ հիշում։ Ո՞ց մա։ Ես տղաների հետ խաղացի մեծ հաճույքով, բայց դուք դավաճանեցիք, ապրեք։ Ես պարտվելու համար չեմ լացում։ Մի խոսքով ապրեք, ինչ ասեմ։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ էսի որոշված չի եղել, այլ ինստինկտ, որովհետև մենք ընկերներ ենք։ Այսինքն մենք չենք կանգնի ասել վերջում անելու ենք, այլ ինստինկտ էր, որովհետև մենք իրար վաղուց գիտենք։ Մեջ ես խորտ եմ։ Խորտ չէի։ Առանց իմ լավ է։ Հիմա եթե խորտ չէի, մենք էգոիստ ենք։ Չգիտեմ, մեկը պետք է հելներ։ Եթե այս խաղում մնար երկու հոգի, պետք է մնար երկու հոգի։ Ինձ ստացեր։ Լավ, դե ինչ ասեմ, թարիսմանս դու ախտի։ Նորաս մաստը մենակ ես էի, լավ, մենակ ես էի սպարսմեն։ Ես ենք ովոտեմ ինձ, որ պրոստոս մեմ հիմա գնամ ստեղից։ Որտև եսել եմ կրակ է։ Բայց մենք ընտրություն չունենք, մեզ ասում են 3 հոգի պետք է մնա։ Ես ոնց հասկանամ, իմ ընկերներն են, ես չեմ կարում կրակեմ։ Շատ կարևոր է, որ բոլորս գիտակցենք, որ սա մրցույթ է ու մրցույթի կանոնները խիստ են ու արդար չեն։ Ընդհանրապես ոչ մի բան արդար չի, որովհետև սուբյեկտներ են դաշտում։ Ինչպես ասացի, սա հենց մրցույթի կանոնները այնքանով է, որ սա ստեղ չի կարող արդարություն լինի, բայց նաև ամեն մրցույթում կան իր կանոնները, մենք փորձում ենք կանոնները չանցնենք։ Սիրելիներս, ես ու Մարիամն ունենք իմունիտետ քարտի հնարություն ու ես իմ քարտը, որպեսզի ես էմոցիաները ճիշտ լինի, տալիս եմ Ռիփսիմեն։ Դե չեմ կարող չտամ։ Շատերի համար Ռիփսիմեն ուղղակի մազիկա, իսկ ինձ համար ու մեր սերնդի համար Ռիփսիմեն Խուշուջյանը լեգենդա։ Այսպես էմոցիոնալ ստացվեց մեր այսօրվա հաղորդումը, սիրելիներս։ Մեզ մոտ ավարտվում է այս շատ գժական, էմոցիոնալ, դիտարժան փուլը, մենք անցնում ենք արդեն հաջորդ փուլ, սիրելիներս, մոտենում ենք եզրափակիչին։ Եզրափակիչին մնաց ընդամենը 3 փուլ։ Arm game, սիրելիներս, Մարիամ, ոնց ես։ Գոհես ինձ։ Ապրեք, սիրելիներս։ Արեք, արեք, արեք։